Ոչ, Սամվել Կարապետյանը քաղ բանտարկյալ չի, ես վստահ ասում եմ, ես հիշում եմ ինձ 2007 թվականին, ինչ գործողություններ էին անում, երբ որ իրանք էին իշխանության, ամենավերջի այլանդակությունները, խլելը, գիտեք ոնց էին խլում, կացինով էին խլում, հերիք եղավ բավական այդ քաղ բանտարկյալ 2007 թվականի այդ հարյուրավոր տղաներն էին ու մենք էինք, քաղ բանտարկյալ։ Օրինակ, եթե դուք այսօր ձեր ձևով լսեք, այդ ձևով չկա, ես լավ գիտեմ այդ ժամանակ ինչեր են արել, լսեք ինձ ուշադիր։ Ես 2007-ին ներողություն, 2000 ուղղակի չեմ ուզում խոսամ, անհարմար եմ ուզում, քանի որ մեր հետ է կապված։ Լսեք, մարդու անունով ապրանք ա եղել, ասա գնացեք դատարանով մի ժամ հետո եկալեք տվեք այն մյուսին։ Ինչ կար մարդկան ձեռից խլում տալիս էին ուրիշի։ Մի հատ դատախազ ունեին, մի վարկյան հետո ասում էր մի հատ շուտ արեք, մտեք այդտեղ սաղ վերցրեք։ Բավական է, հիմա բերելեք ինչն եք ինչի հետ ամեն մատում։ Դե լավ լի վերջ տվեք, ես մի հատ էլ բան ասեմ ձեզի, տասնյակ հարյուրավոր միլիոնների վնաս են տվել, ես հաշվի առնելով որ Հայաստանը նորմալ ճիշտ ճանապարհով է գնում, այդ թեմաները ես չեմ բարձրացնում, լսում եք, բայց եթե ես հիմա սկսեմ հերթով ասել, մենակ 72 հատ դատական բաներ ենք ունեցել, մենք այն ժամանակ 2007-2008-ին, բայց բոլորն էլ արհեստական ստեղծած։ Հիմա ինչն են ուզում, նույն ժամանակ իրանք չէին կարող ասեն, այս մարդիկ նորմալ բիզնես ընտանիք են, այդ ինչ է դրանց վարկագիծը, վերջ տվեք, հիմա էլ չկա այս պետության մեջ, լսեք, ես էլ վերջի 30 տարին, 40 տարին, տանջվելով, ստեղի արևի տակ, անձրևի տակ, դժվարություններով, միշտ միջոցները չբավականացնելով, տարբեր գործողությունների արդյունքում մենք այս երկրում ամեն ինչ արել ենք, թող ամեն մեկը վերընկնի իր տեղը, հերիք եղավ, ստեղ կարող է մենք էլ բան ենք, ինչ-որ սրա նրա ինչ-որ բանն ենք, չգիտեմ, ստրուկն ենք, ինչն ենք, չի լինելու այն ինչ-որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է ուզում, ասեք։ Այդ խլելու պրոցեսից, գործառույթից արատավոր երևույթ ամիսներ առաջ են ունեցած։ Եկելի, բայց դուք որտեղ եք ծնվել։ Ես Շիրակի մարզի Նորքեմ։ Ինչ հետաքրքիր է, ֆրանսերեն խոսացեք ինձ հետ։ Ինչի։ Բա ինչ եք ասում, լսեք, օրինակ դուք իրավունք ունեք հիմա լրագրող աշխատեք։ Մարդը, որ մարդուն ասել են եկեք ավելի պայմանները լավացնենք, որտեղ այսօր ժամանակակից առևտրի կենտրոնները ուրիշ տրամաբանության տակ են աշխատում, մարդուն ասել են եկեք X ժամանակ դուք մի աշխատեք, հետո ձեզ կտեղափոխենք, դուք ասում եք խլել են։ Հիմա օրինակ, լսեք, ես ասում եմ ձեզ տասնյակ միլիոնա, այդտենց հիմա բանի, Ջոն Քոլոբոնի տեսակետը ինչի չեք հայտնում։ Աշխատող մարդիկ ասում են 3 բրենդ է ներկայացված լինելու, իրենք չեն կարող մրցակցել այդ բրենդների հետ։ Ասվածա տարբեր տեղեր առաջարկել են, ոնց որ միջազգային նորմն է, իրանց ասում են, եթե այս ինչ վայրը չի, այլ վայրերում ձեզ նույնատիպ, որտեղ որ շրջանառություն կա նույն տիպի ապրանքների, ձեզ առաջարկ են գալ, ես հետո եկել եմ, ես Հայաստանում չեմ եղել, հետո ճշտել եմ տնօրեններից, իհարկե մեր ընտանիքի կողմից ասվել է, որ պետքա ոչ մի մարդ չնեղանա, մարդկանց նեղություն պետքա չտակ։ Խոշոր բան են բիզնեսի ներկայացուցիչները, օրինակ ասում են ամեն ինչ գնում է դեպի խոշորացում, կենտրոնացվում է մի տեղ, մի քանի մարդ են այսպես շահույթ ստանում, իսկ իրենք Չէ, նայեք ոնց է, հաշվի առնելով, չէ, ես ինչքան գիտեմ, Հայաստանում դուք ինքներդ լավ գիտեք, որ շատ երկրներից գալիս են, բոլորը բրենդեր են ման գալիս։ Իհարկե ցանկալի կլինի, որ հայկական բրենդները բավականին զարգանա, բայց դեռ մեր հասարակության գիտակցության մեջ հայկական բրենդերի զարգացման ինստիտուցիոնալ գործիքներին չեն տիրապետում, որ այնպես անեն, որ հայկական բրենդները զարգանան, ու ես ձեզ վստահեցնում եմ, որ հայկական շատ ապրանքներ ավելի բարձր որակ ունեն ու ավելի ճաշակով են, քան շատ բրենդներ։ Բայց քանի որ բրենդերը կարողանում են ճիշտ ձևով ներկայանան, այլ երկրներում էլ կան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնում են այլ երկրներ, այդ բրենդները տարբեր քաղաքի տարբեր հատվածներում արտասահմանում տեսնում են, գալիս են իրանց մոտ տպավորվում է, բայց հայկական բրենդներ կա, ես շատ լավ այդ գործից տիրապետում եմ, հասկանում եմ, ամեն ինչից լավ տեղյակ եմ, ուղղակի հայկականը շատերը մերժում են։ Խաղաղության օրակարգից համատեքստում Արցախում կատարվող է, այս բանին ասում են, որ Արցախյան հայկական հետքը, հա, եկեղեցիներ են ոչնչացում։ Սրա մասով ձեր կարծիքը։ Շատ կարծիք ունեմ, որովհետև մշակութային պատկանելությունը պետք չի, այդ մշակութային ցանկացած կոթողի հետ պետք չի այդ ձևով վարվել,
Բայց դա էլ պետք է մի հատ ճշտենք ինչ աստիճանի է էլի այդ ամեն ինչի մասին խոսում են։ Հա, եթե մայր տաճարին են վնասվել, ես կարծում եմ դա արդեն իր գնահատականն ունի, որովհետև չի կարելի մշակութային ցանկացած քարի կտոր ամբողջ աշխարհում պաշտպանվում է եւ միջև անգամ դրա համար ինստիտուտներ ա ստեղծված, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, մյուսն է։ Ես կարծում եմ պետք է միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պայքարեն, որպեսզի նման գործողություններ չլինի։ Հայաստանը չպետք է այդ գործում քայլեր ձեռնարկի։ Նայեք, իհարկե պետք է գործում, չէ, գործում քայլերը սա է։ Հայաստանի Հանրապետությունը ինչքան էլ ինչ անի, դա մի ուրիշ երկրի իրավունքների շրջանակում է, դրա համար պետք է միջազգայինով մենք միջազգային են կառույցներով, որոնք որ պաշտպանում են նման կոթողները եւ դրա համար են ստեղծված եւ ավելի ինստիտուցիոնալ են, ավելի պրոֆեսիոնալ են։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես կրկնում եմ, դրա ուրը ժամանակակից աշխարհ, ասում եք ես ինչ ես ասում։ Իհա մարդը կարա էմոցիոնալ ասի, ասել, չէ, բայց